Բարև ձեզ հետ եմ Անուշ Եսայանը, մասնագիտությամբ իրավաբան, փաստաբան, այսօր մեր տաղավարում ես մենակ եմ, այս հաղորդումը վարելու եմ ես, խոսելու ենք օրենքից, ինչպես միշտ, եւ այսօր խոսելու ենք բավականին ծեծված եւ մեր հանրությանը շատ հետաքրքրող թեմայից, առողջության համապարփակ ապահովագրության մասին նոր օրենքի նախագծից, որը որ պետք է արդեն 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի։ Որպես իրավաբան նախ ասեմ, որ այս օրենքի նախագիծը իրենից ներկայացնում է բավականին բարդ փաստաթուղթ, բարդ ինչ տեսանկյունից, այսինքն այն բոլոր տերմինները, այն բոլոր հղումները, այն բոլոր նորմերը, որոնք որ ներկայացված են, կապակցվածությունը իրար հետ մինչև հասկանում ես, պետք է անընդհատ հետո առաջ գնաս նախորդ հոդվածին, նախորդ նորմերին եւ այլն, եւ այդ տեսանկյունից ինքը ընկալման համար շատ բարդ է։ Այսինքն, եթե ես որպես մասնագետ այս օրենքի նախագիծը կարդում եմ եւ ինձ մոտ բավականին հարցեր է առաջանում, թե որ նորմը ինչն է կարգավորում, հետո առաջ եմ գնում եմ նախորդ նորմերին եմ ուշադրություն դարձնում, նորից հետ եմ գալիս այս նորմերն եմ ուսումնասիրում եւ այլն եւ փորձում եմ այդ փոխադարձ պատճառահետևանքային կապը հասկանալ, նույնանման, այսպես ասած, խնդիրել եւ ավելի վատ իրավիճակում կարող են հայտնվել մեր այն բոլոր հայրենակիցները, մեր այն բոլոր քաղաքացիները, ովքեր որ չեն հանդիսանում մասնագիտությամբ իրավաբան կամ առհասարակ օրենքների հետ շատ առնչություն չունեն։ Այսինքն այս տեսանկյունից այս օրենսդրական ակտը համարում եմ ակտի նախագիծը համարում եմ բավականաչափ բարդ եւ թերի կարգավորված։ Կարծում եմ, որ մեր օրենսդիր մարմինը խնդիր ունի ոչ միայն զուտ օրենքներ ներկայացնելու կամ օրենքի նախագծեր ներկայացնելու, այլ նաև մշակել այնպիսի օրենսդրական նախագծեր, որոնք որ ոչ միայն իրավաբանի համար, այլ նաև սովորական քաղաքացու համար պետք է լինեն ընկալելի եւ պետք է հասկանալի լինեն, թե ի վերջո ինչ հարաբերություն են կարգավորում եւ ինչ է ուզում ասել մեր օրենսդիրը, ինչ իրավունք է տալիս կամ ինչ սահմանափակում է մտցնում։ Սա ընդհանուր իմ կարծիքը, իմ տպավորությունը այս օրենքի նախագծի վերաբերյալ։ Հիմա, որպեսզի քննարկենք եւ հասկանանք, թե ի վերջո ինչ հարաբերություն է կարգավորում այս օրենքը, ում համար է լինելու, ինչպես է գործելու եւ այլն, բացի նրանից, որ իմ կողմից ուսումնասիրվել է այս օրենքի նախագիծը, նաեւ մեր առողջապահության նախարարի կողմից կազմակերպված էր սեմինար քննարկում գործատուների հետ, մասնակցել եմ նաեւ այդ սեմինարի ընթացքում նաեւ լսել եմ մեր նախարարի մեկնաբանությունները այս օրենքի վերաբերյալ, լսել եմ այն հարցերը, որոնք որ մեր քաղաքացիներն են բարձրաձայնում եւ արդեն ոչ իհարկե 100%-ով, բայց ընդհանուր պատկերացում ունեմ, թե ինչի համար է այս օրենքը եւ ինչ է սրանով կարգավորվելու, ինչ խնդիրների ենք բախվելու։ Փորձեմ այս հաղորդման ընթացքում հերթով անդրադառնալ ընդհանուր այդ խնդիրներին, ներկայացնել իմ կարծիքը որպես իրավաբան, փորձեմ նաև ներկայացնել կարծիքս որպես քաղաքացի, ով ուղղակի, այսպես ասած, ում վրա ուղղակի այս օրենքը ազդելու է։ Հիմա օրենքը կոչվում է, նախագիծը կոչվում է առողջության համապարփակ ապահովագրության մասին։ Եթե մենք կարդում ենք այս օրենքը, ուրեմն պետք է հասկանանք, որ այն պետք է լինի առողջության համապարփակ, այսինքն ամբողջական ապահովագրության մասին։ Սակայն օրենքը ընթերցելիս հասկանում ես, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Իդեպ կոնկրետ ինչ հիվանդությունների դեպքում, ինչ բժշկական սպասարկման դեպքում, այսինքն ծառայությունների եւ հիվանդությունների ցանկը դեռևս չունենք եւ հասանելի չէ։ Այն ըստ հավանականության պետք է արդեն տեղադրված լինի համապատասխան հարթակներում եւ ներկայացվի հանրությանը հաջորդ շաբաթվա սկզբին նախարարի խոսքով երկուշաբթի օրը։ Այսինքն առնվազն տրամաբանորեն հաջորդ շաբաթ մենք պետք է ունենանք, թե ինչ հիվանդությունների ցանկի, ինչ բժշկական սպասարկման ծառայությունների, ինչ դեղերի կամ ընդհանուր առհասարակ ինչ
ինչպես կարող ենք այս օրենքից օգտվել, ինչ հիվանդությունների եւ ինչ բժշկական խնդիրների դեպքում։ Հիմա դրա մասին որևէ տեղեկություն չունենք, ունենք ընդհանուր տեղեկություն եւ այդ ընդհանուր տեղեկության մասին ես իմ կարծիք կներկայացնեմ։ Ուրեմն, նախ ինքը համապարփակ ապահովագրություն չէ իր բնույթով եւ սևը սպիտակով օրենքում գրված է, որ մարդու կյանքին առհասարակ չի վերաբերվում, այսինքն սա ոչ կյանքին վտանգին ուղված օրենքի նախագիծ է։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ օրենքը ամբողջությամբ կարգավորում է քաղաքացի բժշկական հաստատություն հարաբերությունները եւ քաղաքացի բժշկական հաստատություն հարաբերությունների այդ շղթայի մեջ պարտադիր ապահովագրության կտորը։ Այսինքն պետությունը կոպիտ ասած մեզ ասում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ միայն ընդ որում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այնտեղ այլ հոդվածներ կանդրադառնամ դրան, դու պետք է ունենաս պարտադիր առողջության ապահովագրություն։ Այսինքն չի հարցնում կարծիք ուզում ես թե ոչ, ասում է պարտադիր պետք է ունենաս։ Եվ այդ պարտադիր առողջության ապահովագրության, այսպես ասած, պահանջը կամաց ներդրվելու է եւ սկսվելու է արդեն 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն ընդամենը 25 օրից արդեն այս օրենքը սկսելու է գործել։ Օրենքի նպատակը ըստ նախագծի եւ ըստ նախարարի խոսքի այն է, որ մենք փորձում ենք առողջապահական դաշտ, բժշկական սպասարկման դաշտ բերել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ինչ որ պատճառներով չունեն բավականաչափ ֆինանսական միջոցներ եւ այդ ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով նրանք չեն դիմում բժշկական օգնության եւ որևէ կանխարգելիչ միջոցառում, որևէ հիվանդություն կանխելու հարցում չեն իրականացնում։ Այսինքն փող չունեն, չեն կարողանում գնալ բժշկի, հա, եթե ոչ իրավաբանական լեզվով խոսենք, ապա դառնում է սա։ Հիմա ըստ նախագծի եւ ըստ մեր նախարարի ներկայացրած դիտարկման, այն բոլոր քաղաքացիները, ովքեր որ աշխատում են, կարողանում են վաստակել գումար, ունեն եկամտի աղբյուր, пассив եկամուտ, օրինակ վարձակալությամբ ստացվող վճարներ, շահաբաժին են ստանում, այն բոլոր քաղաքացիները, ովքեր որ ունեն որոշակի հաշմանդամության խնդիր, թոշակառու են X տարիքից սկսած եւ այլն, այդ բոլոր քաղաքացիների, այսպես ասած, բժշկական սպասարկման համար պետք է վճարեն բոլոր նրանք, ովքեր որ աշխատում են, ովքեր որ ստանում են որոշակի եկամուտ։ Այսինքն բոլոր աշխատող եւ եկամուտ ստացող քաղաքացիները պետք է վճարեն այդ մեր մյուս քաղաքացիների խմբի համար։ Ընդհանուր լոգիկան, տրամաբանությունը սա է։ Իհարկե, օրենքն ասում է, որ եւ նաեւ նախարարը նշում է, որ պետությունը սուբսիդավորում է, պետությունը վերցնում է իր վրա այդ անձանց խմբի ապահովագրության ծախսերը եւ այլն, բայց եթե մենք խորանում ենք, ապա ստացվում է այն բոլոր անձինք, ովքեր որ վճարում են այդ ապահովագրության համար, այսպես թե այնպես, հենց կոպիտ ասած օգնում են ֆինանսապես պետությանը, որպեսզի պետությունը հանդես գա բարերարի դերում եւ ասի, որ հարգելի քաղաքացիներ, այդ խմբի քաղաքացիներ, ովքեր որ թոշակառու են, ովքեր որ ունեն հաշմանդամություն եւ այլն, այդ խմբի քաղաքացիների համար, այսպես ասած, պետությունը որպես սուբսիդավորող, որպես հովանավոր հանդես գա, բայց իրականում այդ բյուջեն ձևավորվում է այն բոլոր քաղաքացիների վճարումների հաշվին, ովքեր որ ստանում են որոշակի եկամուտ, դա կլինի աշխատավարձի տեսքով, կլինի пассив եկամուտ, ինչպես նշեցի, օրինակ վարձակալություն, շահաբաժին եւ այլն։ Սա է ընդհանուր լոգիկան, այսինքն օրենքի նախագիծը մշակվել է նրա համար, որ բարի լավ նպատակը ըստ էության նա է, որ բոլոր նրանք, ովքեր որ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատող, այդ բոլոր քաղաքացիները կարողանան իրենց միջոցներով, իրենց ֆինանսական միջոցներով, չնչին ֆինանսական միջոցներով օգնեն պետությանը,
որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները կարողանան օգտվել բժշկական ծառայություններից, ինչը հիմա շատ անձանց համար անհասանելի է, որովհետև չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ։ Սա մեկ, եւ երկրորդը առողջության համապարփակ ապահովագրությունը ինքը ոչ թե ուղղված է, եւ դա նաեւ նախագծում է նշված, ոչ թե ուղղված է կոնկրետ բժշկական միջամտությունների համար ֆինանսական ծախսերը փակելուն, այլ ուղղված է ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուն, այսինքն որպիսի անձը իմանա, որ ինքը ունի բժշկական ապահովագրություն, որը պարտադիր է, եւ կոպիտ ասած տարին 1 կամ 2 անգամ գնա իրեն կցված պոլիկլինիկա եւ այդ պոլիկլինիկան որոշակի ստուգումներ անցնի եւ այլն եւ տեղեկանա, ժամանակին տեղեկանա իր հիվանդությունների եւ այլ խնդիրների մասին։ Նպատակը, որ վերես լուծում բավականին լավն է եւ այո արդար է, բայց այն միջոցները եւ այն միջոցառումները, որոնք որ դրված են այս օրենքի նախագծի հիմքում, տրամաբանությունից շատ բաներ դուրս են եւ կարծում ենք, որ այս օրենքի նախագիծը, սա բոլոր իրավաբաններն են կիսում, այս օրենքի նախագիծը երբ կյանքի կոչվի, մենք ունենալու ենք բավականաչափ մեծ եւ լուրջ խնդիրներ։ Սա այսպես ընդհանուր օրենքի մասին։ Հիմա անդրադառնամ հակիրճ ներկայացնեմ, թե 2026 թվականից ովքեր են ներգրավվելու, ուզեն թե չուզեն, այս առողջության համապարփակ ապահովագրության տակ։ Ըստ օրենքի, ըստ նախագծի նախատեսվում է, որ 2026 թվականից համապարփակ ապահովագրություն պետք է ունենան այն բոլոր քաղաքացիները, ովքեր որ հանդիսանում են վարձու աշխատողներ եւ ստանում են 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ, աշխատողների խումբ է, 500-ից 1 միլիոն եւ ավել մյուս աշխատողների խումբն է, այսինքն ովքեր որ հանդիսանում են վարձու աշխատողներ եւ ստանում են 200 հազար պլյուս աշխատավարձ ամսական։ Այստեղ աշխատավարձի չափի մասով վճարումներն են տարբեր, դրա համար ես այս կտորը երկու մասի բաժանեցի։ Հիմա վարձու աշխատող, ինչպես որ բոլորս գիտենք, Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թե կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Ստացվում է, որ այս օրենքը տարածվում է այն բոլոր քաղաքացիների վրա, ովքեր որ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ 1 եւ ովքեր որ չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բայց համարվում են վարձու աշխատող, այսինքն տարածվում է կոնկրետ վարձու աշխատողների վրա, ովքեր որ ստանում են 200 հազար պլյուս աշխատավարձ ամսական։ Ինչպես է գործելու։ 2026 թվականից մեր նախարարությունը վերցնելու է ՊԵԿ-ից տվյալներ, թե 2025 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ ովքեր են Հայաստանի Հանրապետությունում հանդիսացել վարձու աշխատողներ եւ ում աշխատավարձն է 200 հազար դրամից ավել։ Եվ այդ բոլոր աշխատողների տվյալները հավաքագրելու են եւ այդ բոլոր աշխատողները արդեն իսկ օրենքի ուժով համարվելու են առողջության համապարփակ ապահովագրություն ունեցող անձինք, այսինքն գրանցվելու են միանգամից համակարգում եւ այդ համակարգում գրանցվելուց հետո իրենք արդեն ունենալու են այս ապահովագրությունը։ Ինչպես է իրականացվելու վճարումը այս ապահովագրության համար։ Գործատուն այն բոլոր դեպքերում, որտեղ որ աշխատողները այսպես ստանում են աշխատավարձ, մենք խոսում ենք վարձու աշխատողների մասին, գործատուն վճարում է աշխատավարձը, չէ, մենք ինչ իրավիճակ ունենք, վճարում է աշխատավարձը, վճարում է սոցիալական վճարներ, վճարում է որոշակի վճարներ տարբեր հիմնադրամների, օրինակ զինվորի այսպես բանակի փողացվածը եւ այլն, եկամտահարկ է վճարում եւ այլն։ Հարկային գործակալ որպես գործատուն եւ նաեւ այս ապահովագրության համար վճարող գործակալ համարվելու է գործատուն։ Ինչ է անելու գործատուն։ Գործատուն
Վերցնելու է օրինակ աշխատող Մանուշ Եսայանին, տեսնելու է, որ Մանուշ Եսայանի աշխատավարձը 200,000 պլյուս է, եթե մինչև 500,000 է, ապա բանակի փող ասվածին վճարվող գումարից 1000 ամբողջ գումարը վճարելու է, մնացած գումարը ամսական կազմելու է 10,600 դրամ ոնց որ թե, այսինքն տարեկան ապահովագրության գումարը կազմում է 129,600 դրամ, 129,600 դրամ, որը որ կարող է վճարվել ամսական կտրվածքով։ Այսինքն գործատուն այդ գումարը, որ պետք է աշխատավարձը արդեն փոխանցում է աշխատավարձը, փոխանցում է այսպես ասած զինվորի փողը, փոխանցում է հիմնադրամին ապահովագրության վճարը, սոցվճարները եւ այլն։ Եվ աշխատավարձից կրճատում է այն գումարը, որը որ այսպես ասած փոխանցում է հիմնադրամին։ Հիմա ինչքանն է կրճատելու։ Կրճատելու է 200-ից 500,000 դրամ ունեցող աշխատողների համար, կրճատելու է 6,000, այդ կոպեկները չասեմ, ինչ որ պոչիկով գումար, հա, այդքան գումար է կրճատելու։ Մնացած գումարը զինվորի բանակի փողին ուղված գումարից է գանձելու, այսպես ասած, մեր հիմնադրամը։ Այսինքն ընդհանուր առմամբ մեկ անձի կտրվածքով, եթե մենք 129,600 դրամը ամսական բաժանում ենք 12 ամսի, ինչքան փող է դառնում, 129,600-ը բաժանենք 12-ի, ամսական դառնում է 10,800 դրամ։ 10,800 դրամ, այսինքն ամսական վարձու աշխատող համարվող քաղաքացու համար այս ապահովագրության վճարը կազմելու է ամսական 10,800 դրամ։ Ուրեմն պատկերացրեցիք, չէ՞, սխեման, գործատուն վերցնում է աշխատավարձը, բանակի փողը փոխանցում է, այդ բանակին ուղված փողից փոխանցված գումարի մի մասը, մեծ մասը ընդ որում գնում է այդ առողջության ապահովագրությանը, 1000 դրամը մնում է բանակին, ֆիքսված 1000 դրամը մնում է բանակին, հա։ Մնացած գումարը գործատուն արդեն գանձում է աշխատողից, պահում է աշխատողից եւ փոխանցում է այս հիմնադրամին։ Հիմա ինչ է տեղի ունենում, երբ աշխատողը աշխատանքից դուրս է գալիս։ Պայմանական գործատուն լավ հունվար, փետրվար ամիսներին վճարեց այդ աշխատողի գումարը, աշխատավարձից էլ պահեց այդ գումարը, հետո գալիս է մի պահ, որ աշխատողը որոշում է աշխատանքից դուրս գալ։ Աշխատողը աշխատանքից դուրս է գալիս, բայց իր առողջության ապահովագրությունը չի դադարում այդքանով։ Աշխատողը չհանդիսանալով արդեն աշխատող, թեկուզ լինելով գործազուրկ, պարտավոր է ինքնուրույն այդ ապահովագրության գումարները վճարել։ Այսինքն, եթե դուք գրանցված աշխատող եք, ձեզ համար ստանում եք 200,000 պլյուս աշխատավարձ, ձեր փոխարեն վճարում է գործատուն, բայց ձեզանից նաև պահում է այդ գումարը, հենց այն պահից սկսած, հենց դուք դադարեցիք լինել տվյալ գործատուի աշխատող եւ մնացիք գործազուրկ դիցուք 2 ամիս կամ 1 տարի, միևնույն է, մինչև տվյալ տարվա ավարտը, որտեղ ապահովագրությունը գործում է 1 տարի, այսինքն 1 տարվա համար 129,600 դրամ։ Մինչև տարվա ավարտը դուք պարտավոր եք, թեկուզ լինելով գործազուրկ, այդ ապահովագրությունը վճարել։ Ինչ է լինում, եթե չեք վճարում։ Նախարարի խոսքով տուգանք դրա համար նախատեսված չի, նախագծում եւս դրա մասին խոսք չկա, բայց եթե չեք վճարում այդ գումարը, ուրեմն հարկադիր կատարման ծառայությունում հարուցվում է կատարողական վարույթ եւ այդ գումարները սկսվում են, այսպես ասած, արդեն հարկադիր կատարման ծառայության կողմից սկսված վարույթում կուտակվել, երբ այն պահից սկսած, երբ դուք աշխատեք կամ որոշակի գումար ստանաք եւ այլն, այդ գումարներն ուղղակի ձեր հաշվից գանձվելու են։ Այսինքն աշխատանքի կորստով, եթե ձեր աշխատանքը դադարեց, ձեր աշխատանքային պայմանագիրը լուծվեց գործատուի մոտ եւ դուք ամիսներ շարունակ չկարողացաք որևէ տեղ աշխատանք գտնել, աշխատանքի կորստով չի դադարում ձեր առողջության ապահովագրության համար վճարվելիք գումարը։ Սա շատ կարևոր եւ շատ
խնդրահարույց կետ է, խնդրահարույց իրավիճակ է, որին կարող են առնչվել մեր բազմաթիվ քաղաքացիներ եւ կարծում ենք, որ այս պատճառով մենք ունենալու ենք շատ քաոսային իրավիճակ, թե հարկադիր կատարման ծառայությունում կատարողական թերթեր տալու եւ այլ այդ խնդիրների մասով, թե այն քաղաքացիների մասով, ովքեր որ այո աշխատանքից ազատվում են եւ չունեն որևէ եկամտի աղբյուր, բայց հասկանում են, որ իրենց վրա, այսպես ասած, իրենց վրա պարտավորություններ են կուտակվում, որը որ ինքը պետք է վճարի այն պահից սկսած, եթե անգամ հիմա գումար չունի, այն պահից սկսած հենց իր հաշվին գումար կա, ինքը այդ պահից սկսած պետք է վճարի այդ գումարները։ Այսօր այսպես է նախագիծը նախատեսված, եթե փոփոխություն չկատարեն այս մասով, ապա այն գործելու է այն տրամաբանությամբ, որը ես ներկայացրեցի, ինչ են ասում, ուրեմն ասում է նաև, որ առողջության ապահովագրությունը, կոպիտ ասած, վճարում ես, գործում է, չես վճարում, չի գործում, բայց այստեղ խնդիր է առաջանում, որ եթե վճարում եմ, գործում է, չեմ վճարում, չի գործում, ապա դա որ պահից է սկսում, այսինքն տարին ավարտվեց, հաջորդ տարի, երբ ես օրինակ ունեցա աշխատանք եւ ընդունվեցի աշխատանք եւ իմ աշխատավարձը գրանցված եղավ 200,000 պլյուս, ապա այդ դեպքում արդեն ես ըստ էության անցնում եմ սրադաշտ, չնայած որ 2027 թվականից արդեն այս առողջության համապարփակ ապահովության մասին օրենքը լինելու է պարտադիր նաև ավելի նվազդ աշխատավարձ ստացողների համար, միգուցե այս մասով ինչ որ լրամշակումներ արվեն, բայց առայժմ գործում է այն կանխավարկածը, որ բոլորի համար արդեն լինելու է անկախ աշխատավարձի չափից լինելու է պարտադիր։ Հիմա այս կտորում ինչպիսի խնդիր կա ըստ իս, որը որ պետք է մեր նախարարությունը մեր օրենսդիրի ուշադրություն դարձնի, մենք գիտենք, որ կան աշխատողներ, ովքեր չնայած որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ չնայած որ Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողներն են համարվում, իրենք Հայաստանի Հանրապետության տարածքում չեն բնակվում եւ չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ։ Տարվա մեջ կարող է 1-2 անգամ կամ գան Հայաստան 1 օրով կամ ընդհանրապես չկան, այսինքն հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատող, վարձու աշխատող, ինչպես օրենքն է ասում, բայց Հայաստանի Հանրապետությունում չեն ապրում։ Այս մարդկանց մասով, այս անձանց մասով բացառություն չկա։ Իրենք ուզեն թե չուզեն, համարվում են օրենքի ուժով, եթե 26 թվականից սկսի գործել 200,000 դրամ պլյուս աշխատավարձի կտորը, օրենքի ուժով համարվելու են այս ապահովագրության կրողը եւ դրա համար պարտավոր են վճարել, անկախ նրանից թե նրանք օգտվելու են դրանից, թե չեն օգտվելու։ Այս մասով եթե էլի փոփոխություններ չարվեն, ապա այն բոլոր աշխատողներն, ովքեր որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս են աշխատանք կատարում եւ հեռավար են աշխատում իրենց գործատուների հետ հարաբերություններում, սա իրենց համար կարծում ենք, որ եւս բավականին մեծ եւ լրջագույն խնդիր է։ Հաջորդիվ ինչ իրավիճակ կարող ենք ունենալ։ Պայմանական աշխատողը օրենքի ուժով արդեն իսկ այս ապահովագրություն կրողն է, ապահովագրություն ունեցողն է, բայց ու ստանում է, այո, հիմա 2026 թվականի հունվարի 1-ից ստանում է 200,000 պլյուս աշխատավարձ։ Ստանում է այդ աշխատավարձը, բայց ինչ որ մի պահի, օրինակ կրճատվում է աշխատաժամերը կամ կրճատվում է աշխատավարձը եւ ստանում է ավելի նվազ աշխատավարձ, օրինակ մինիմալ աշխատավարձը։ Այս դեպքում ստացվում է, որ գործատուն բախվում է մի խնդրի, որ մինիմալ աշխատավարձից նվազ իրավունք չունի փոխանցել, բայց միևնույն ժամանակ պետք է ապահովագրության վճարը ինքը փոխանցի եւ գանձի պահումանի աշխատողի աշխատավարձից։ Այստեղ եւս խնդիր է, այս խնդրին պետք է ուշադրություն դարձնեն, դա հնչեցված հարցերից կարևորագույն հարցերից մեկն էր եւ այս խնդրի կարգավորումը դեռևս պարզ չի ինչպես կլինի։ Առանցքային հարցերը, որոնք որ այսպես ասած ունի այս օրենքը, առանցքային խնդիրները, որ ունի այս օրենքը, դա իմ գնահատմամբ որպես մասնագետ հեռավար եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող աշխատողների խնդիրն է, այսինքն այն բոլոր աշխատողներն, ովքեր որ Հայաստանի Հանրապետություն որևէ բժշկական հաստատությունից չեն օգտվում, հենց այստեղ չբնակվելու հիմքով։ Երկրորդը մինիմալ աշխատավարձի
այդ շեմը խախտելու խնդիրն է, որ կարող այո աշխատողի աշխատավարձը իջնել եւ այստեղ գործատուն որոշակի խնդիրների է հանդիպում եւ պետք է այս հարցերը լուծվեն։ Երրորդը շատ կարևոր խնդիր է այն բոլոր աշխատողների համար, ովքեր որ կորցնում են աշխատանքը եւ որոշակի ժամանակ չեն աշխատում, բայց իրենց համար այս առողջության ապահովագրության դիմաց վճարում կատարելու պարտավորությունը շարունակում է գործել, ընդ որում հարկադիր կատարման ծառայությունում դրա վերաբերյալ կատարողական վարույթ է հարուցվում եւ ստացվում է, եթե կատարողական վարույթ է հարուցվում, ապա բավականին երկար եւ շատ թղթաբանություն է տեղի ունենում։ Եվ ըստ իս կարևորագույն խնդիր է օտարերկրյա քաղաքացիների համար այս հարցի չկարգավորված կամ թերի կարգավորված լինել, որովհետև այն կարգավորել են այնպես, ինչպես որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որը որ չպետք է լինի։ Սա եթե հակիրճ ներկայացնեմ այս օրենքի հիմնական դրույթները եւ հիմնական խնդիրները, ելի կանդրադառնամ այս օրենքին, նյութը բավականին ծավալուն է, խնդիրները բավականին շատ են եւ ելի նմանատիպ հաղորդումների միջոցով կփորձեմ ներկայացնել այն բոլոր իրավական եւ փաստական իրավիճակները, որոնց կարող են մեր քաղաքացիները բախվել։ Այսքանը բոլորիդ լավ օր եմ ցանկանում, բոլորիդ լավ արդյունավետ աշխատանք եմ ցանկանում, հուսանք այս օրենքը կյանքի կոչելից շատ բարդ խնդիրների չենք հանդիպի։ Ստեսություն։